Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան։ Բարև։ Պարոն Ստեփանյան, հերթական անգամ Սամվել Կարապետյանը կալանավայրից ուղերձով դիմել է, այսպես շատ երկարաշունչ տեքստով է հանդես եկել, բայց հիմնական հատվածն այն է, որ այս իշխանությանը մոտավորապես ասում է, որ սրբությունները ոտնահարելով, բանտերը լցնելով 6 ամիս է կարողանալու ձեր իշխանությունը պահել եւ 6 ամսից էլ ասում է, որ մեզ կշնորհավորեք իշխանություն գալու, իշխանություն ունենալու կապակցությամբ։ Նախ ինչպես հասկանալ այս հայտարարությունները եւ որտեղից Սամվել Կարապետյանին այս համոզմունքը դրանում դուք այդ հնարավորությունը տեսնում եք, թե չէ, դա ռեալ է, թե չէ։ Նախ շնորհակալություն պարոն Կարապետյանի ուղերձը ցիտելու համար, որովհետեւ ես չեմ կարդում այդպիսի ուղերձներ, որովհետեւ դա համարում եմ քաղաքագիտական տեսանկյունից բոլորովին անիմաստ գործ եւ հիմա բացատրեմ ինչու։ Ես կարծում եմ, որ պարոն Կարապետյանը իր կամքով չի եկել Հայաստան։ Պարոն Կարապետյանը քաղաքական գործիչ չի։ Պարոն Կարապետյանը բիզնեսմեն է։ Բիզնեսմեն է, որը Ռուսաստանում ունի բավականին լավ զարգացած բիզնես, ինքը բավականին հաջողակ բիզնեսմեն է, դա իր մոտ բավականին լավ է ստացվում, հակառակ դեպքում ինքը Forbes-ում չէր հայտնվի։ Ինչպես ցանկացած բիզնեսմեն Ռուսաստանում, Պուտինյան Ռուսաստանում, պարոն Կարապետյանը ունի որոշակի աֆիլիացիա իշխանության հետ, այսինքն կախում Կրեմլից, ադմինիստրացիայից, հա, Ռուսաստանի նախագահի։ Հետևաբար այն գործունեությունը, որը պարոն Կարապետյանը փորձել է քաղաքական ծավալել Հայաստանում, ինքը ի սկզբանե, եթե մենք խոսում ենք որպես նպատակ իշխանափոխության մասին, այդ մարդիկ ասում են իշխանափոխություն, չէ՞, մեր ձևով։ Ինքը արդեն անհաջողության է մատնված։ Իրենք շանս ունեն հայտնվել խորհրդարանում։ Ունեն շանս։ Ես սա գնահատում եմ որպես ռեալ, որպես շանս։ Կարող է հայտնվեն, կարող է չհայտնվեն, շանս ունեն։ Իշխանափոխության շանս նրանք չունեն։ Հետևաբար հետևել պարոն Կարապետյանի հայտարարություններին եւ փորձել բացատրել, թե արդյոք դա հնարավոր է կամ հնարավոր չէ, կներեք, ես չեմ ուզում դրանով զբաղվել, որովհետեւ ես կարծում եմ, որ պարոն Կարապետյանը չունի քաղաքական գործչի ունակություններ, լինելով շատ լավ բիզնեսմեն, սոված չի։ Եվ ինքը վերջը պետք է երևի ես հույս ունեմ, որ ընտրություններից հետո իրենք ազատ կարձակեն, ինքը կվերադառնա իր գործին եւ այնտեղ կշարունակի ունենալ ձեռք բերել նոր եւ նորանոր հաջողություններ։ Ես այսպես կպատասխանեմ ձեր հարցին։ Պարոն Ստեփանյան, սկզբում հետաքրքիր բան ասացիք, որ լավ բիզնեսմեն է, հետեւաբար լավ գումարներ ունի, կարող է քաղաքագիտական գիտելիքներ չունենալ, բայց կարող է նաեւ լավ քաղտեխնոլոգներ ունենալ։ Օրինակ, օրեր սոցցանցերում այդ պաստառ հայտնվեց, Սամվելը մտածում է ձեր մասին այդ վերտառությամբ ու դա հումորի նաեւ առարկա դարձավ։ Հիմա ինչպես հասկանալ, այդ գումարները նաեւ ճիշտ են տնօրինվում, որ օրինակ լավ քաղտեխնոլոգներ ունենան կամ լավ մասնագետներ ունենան, որովհետեւ երբեմն դրանք ավելի շատ մեմ են դառնում, քան նախընտրական տրամաբանության մեջ ինչ-որ բան։ Ես չեմ ճանաչում Հայաստանում լավ քաղտեխնոլոգներ։ Ես ուրախ չեմ այդ մտքից, շատ լավ կլիներ, եթե մենք ունենենք, դե սա ինստիտուտ է, քաղտեխնոլոգիան ինքը ինստիտուտ է։ Եվ ինչպես ցանկացած ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունում ինքը կաղում է, այսինքն մենք ունենք մարդիկ, որոնք քաղտեխնոլոգներ են, բայց որոնք մեղմ ասած այդ ունակություններին չեն տիրապետում, հետևաբար ստացվում է այն, ինչ ստացվում է օրինակ մեր ձևով շարժման կողմից։ Երբ որ մարդիկ ակնկալում են մեկ արդյունք, ստանում են բոլորովին հակառակ արդյունք։ Սա մեր խնդիրն է, հերթական ինստիտուցիոնալ խնդիրն է, որպես երկրի ոչ մի լավ բան այստեղ չկա իրականում, երբ որ քաղտեխնոլոգիան դառնում է ծաղրի առարկա, դա լավ չէ, լավ կյանքից չէ, բայց դա ունենք ինչ ունենք, եւ շատ դեպքերում Հայաստանում շատ մարդիկ կան, որոնք շատ փող ունեն եւ զբաղվում են քաղաքականությամբ, դուք էլ գիտեք այդ մարդկանց անունները, բայց մենք տեսնում ենք, որ նրանք տարածում են ապատեղեկատվություն, որը միանգամից ցանկացած ողջամիտ մարդ հասկանում է, որ դա ապատեղեկատվություն է, որը հետո չի հերքվում եւ վերջում ստանում ենք այն, ինչ ստանում ենք։ Այդ անդիմությունը, այդ քաղաքական ուժը, որտեղ աշխատում են այդ քաղտեխնոլոգները, այդ ամենի վերջում ստացվում է, որ ոչ միայն նոր ձայներ չի ձեռք բերում, ինչը ցանկացած քաղաքական ուժի հիմնական նպատակն է, այլ ձայներ է կորցնում։ Ունենք ինչ ունենք, հետեւաբար ես կարծում եմ, որ փողը շատ քիչ է, որպեսզի ուրախություն մեզ։ Առաջ փողը ամեն ինչ լուծում էր Հայաստանում, երբ որ 17 թվականին հանրապետական կուսակցությունը գնաց եւ խորհրդարանական ընտրությունները գնաց։ Իրենք հաղթել էին 17-ին։ Ես միշտ դա ասում եմ, բայց ինչպես են հաղթել։ Գնել են մարդկանց։
5000-ը դարձրեցին 10-15000, գնեցին ձայները եւ հաղթեցին եւ դարձան կառավարող իշխող։ Դա եղել է։ Հիմա այս պահին ի ուրախություն մեզ դա չկա եւ հետեւաբար փողով գնել ընտրությունները այս պահին հնարավոր չէ, ինչը կարծում եմ այս իշխանության գլխավոր ձեռքբերումն է։ Պարոն Ստեփանյան, այս ընթացքում շատ է խոսվում ժողովրդավարության ճանապարհը բռնած ամենատարբեր երկրների մոդելների մասին, նաև Հայաստանին են երբեմն հորդորում, որ պետք է գնալ այս ճանապարհով կամ այս ճանապարհով։ Ամենաթարմ օրինակը Մոլդովայի օրինակն է, որը գնաց ընդհուպ որոշ քաղաքական ուժերի, Ռուսաստանի հետ աֆիլիացված անհատների, այսպես ընտրական գործընթացներին մասնակցելու այդ արգելքը դնելով, արգելեց, չգրանցեց որոշ կուսակցություններ, արգելեց որոշ անհատների մասնակցությունը ընտրություններին։ Եվ այստեղ էլ վերջին շրջանում շատ են նման խոսակցությունները, որ պետք է գնալ նույն ճանապարհով։ Հիմա պետք է, օրինակ, նույն Սամվել Կարապետյանի ուժը, կուսակցությունը գրանցել, պետք է թույլ տալ նման ուժերին, նման անհատներին մտնել ընտրապայքարի մեջ։ Այս հարցը նաև տալիս եմ այն տրամաբանության մեջ, որ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ 2026 թվականի խորհրդարանում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ուժերը պիտի ներկայացված չլինեն։ Այսինքն սա ինչպես հասկանալ։ Պարզապես հայտարարություն, թե նաև պիտի դա գործողություններով, օրենսդրական մակարդակով ապահովել։ Սկսենք երկրորդ մասից ձեր հարցի, ես կարծում եմ, որ սա վարչապետի կողմից ուղղակի հայտարարություն է։ Ես կարող եմ սխալվել, ուրախ կլինեմ սխալվել, բայց կարծում եմ սա ուղղակի նախընտրական տրամաբանության շրջանակներում հայտարարություն, ինչը վերաբերվում է կուսակցություններին արգելել մասնակցել ընտրություններում, այստեղ շատ հստակ է։ Օրենքը ինչ է ասում։ Եթե այդ քաղաքական ուժերը խախտումներ ունեն, կոնկրետ մեր օրենսդրության, մեր սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների խախտումներ են թույլ տալիս, որոնք թույլ են տալիս իրենց արգելել մասնակցել ընտրությունում, դա միանշանակ պետք է արվի։ Եթե չունեն, ուրեմն պետք է գնան եւ մասնակցեն ընտրությունների։ Կարևոր չէ ինքը պրոռուսական է, պրոհայկական է, պրոֆրանսիական է, կա օրենք։ Այդ օրենքը պետք է բոլորի համար գործի, եւ քաղաքացիական պայմանագրի համար, եւ մեր ձևովի համար, եւ Ռոբերտ Քոչարյանի համար։ Ամեն ինչ պետք է արվի օրենքի սահմաններում, այնպես որ ես կարծում եմ այստեղ արդեն ձեզ ավելի ճիշտ կպատասխանեն մարդիկ, որոնք օրենքից ավելի լավ են հասկանում, քան թե ես, իրավաբանները։ Գանք վաղաշաբաթի ընտրությունների նաև, պարոն Ստեփանյան, տեսեք, մեր ձևովից հայտնում են, որ իրենք վաղաշաբաթում չեն մասնակցել ընտրությունների, դրա համար քաղաքացիական պայմանագիրը կարող է տոնել հաղթանակ, որովհետև եթե իրենք մասնակցեին, պիտի հաղթեին եւ քաղաքացիական պայմանագիրը պիտի հիասթափություն ունենար։ Հիմա ինչպես հասկանալ այս հայտարարությունը իսկապես այդպես է, թե օրինակ նույն մեր ձևովը կարող է հիասթափություն ունենալ, ինչպես ընդդիմադիր ուժերը, որոնք միջև վերջին պահը նաև մամուլներ գրում, որ ջախջախի հաղթանակ են տանելու, եւ մենք տեսանք հակառակ պատկերը։ Ընդհանուր առմամբ վաղաշաբաթի ընտրությունները ինչի մասին էին, ինչ տեղի ունեցավ, ով հաղթեց, մինչև հիմա քննարկվում է իդեպ պարոն Ստեփանյան, թե ով հաղթեց, ինչպես հաղթեց, ինչու հաղթեց, ԿՊ-ին ինչու ձայները տվեցին, փորձում են էլի շահարկել ընդդիմադիր ուժերը, հատկապես Մայրաթորի դերը, այնինչ քաղաքացիական պայմանագրի կողմից այդ առումով այդ գիծը եւ այդ խոսակցությունները չկային, բայց ընդդիմությունը ասում էր, որ գալու ենք, պաշտպանենք Մայրաթորը, փրկելու ենք Մայրաթորը ու այսպես շարունակ։ Եղած պատկերը ունենալով ինչ հետևություններ կարող են կանել, ինչ տեղի ունեցավ։ Դուք մի քանի հատ հարց տվեցիք Երևանի ջան, փորձեմ հերթով պատասխանեմ, եթե ինչ-որ մի բան մոռանամ, խնդրում եմ հիշեցնել։ Ով հաղթեց վաղաշաբաթում։ Վաղաշաբաթում հաղթեց ժողովրդավարությունը։ Ակնհայտ է արդյունքներից ելնելով, ձայների բաշխվածությունից ելնելով, որ հաղթեց ժողովրդավարությունը։ Սա ամենակարևորն է։ Ես այդպես եմ կարծում։ Ես դրանում վստահ եմ եւ սա հերթական անգամ պետք է նշեմ 18 թվականի իշխանափոխության ձեռքբերումներից ամենակարևորագույնն է, որ մենք ունենք ընտրություն, որտեղ չկա վախի մթնոլորտ, որտեղ չկա իրենց լեզվով պետք է սա ասեմ, դվիժենի, երբ որ մարդկանց դվիժենիով վախացնում էին մարդկանց։ Ցանկացած թաղում Երևանյան կամ ցանկացած փոքր գյուղում կամ քաղաքում այդ դվիժենին էր սկսվում, երբ որ մարդիկ ջպերով նորից իրենց լեքսիկոնը կիրառեմ, ֆրֆրում էին այդ թաղում կամ քաղաքում մարդկանց վախեցնելով եւ ահաբեկելով եւ ստեղծելով տպավորություն, որ ուժը իրենք են եւ բոլորը պետք է այդ ուժին ենթարկվեն։ Ես չեմ ասում ինչ է եղել է արդեն այլ մակարդակներում, կուլիսային մակարդակներում, ասում այն ինչ որ երևում էր։ Փառք Աստծո այդ ամենը չկա։ Սա ժողովրդավարության հաղթանակ է, սա ձեռքբերում է եւ ես հուսով եմ, որ մեր բոլոր ընտրությունները լինելու են այնպես, ինչպես եղել են վաղաշաբաթում, առաջին հերթին այն ընտրությունները, որոնք 26-ի հունիսի 7-ին են լինելու։ Սա ինչ վերաբերում է ով հաղթեց վաղաշաբաթում։ Իդեպ երկրորդ հարցը, մեր ձևովը ասում է, եթե մենք մասնակցեինք, մենք հաղթելու էինք։ Եվ դուք հիասթափվելու եք։ Սա հերթական անգամ խոսում է այն մասին, ինչից մենք սկսեցինք մեր զրույցը, որ Հայաստանում չկա պոլիտեխնոլոգիայի ինստիտուտ։
եթե իրենք ունենեն պոլիտեխնոլոգներ, նրանք այդպիսի հայտարարություններ չէին տարածի։ Ինչ է նշանակում, եթե մասնակցեին կհաղթի, բայց մասնակցեիք։ Այսինքն ՔՊ-ի օգտին եք աշխատում, պարոնեք։ Ես այդպես եմ հասկանում, որպես ընտրող։ Եթե ես ապրեի վաղաշաբաթում այդ համայնքում եւ ուզենայի ցանկություն ունենայի ընտրել խորհրդարանական ընտրություններին մեր ձևովին, ես իրենց այլևս չէի ընտրի, որովհետեւ իրենք խաբել են իմ հույսերը։ Իրենք կարող էին մասնակցել եւ հաղթել, եւ ոչ միայն չեն հաղթել, չեն մասնակցել, եւ հետեւաբար չեմ կարողացել իմ ձայնը տալ իրենց։ Այսինքն այդ մարդիկ քաղ տեխնոլոգներ չունեն կամ ունեն քաղ տեխնոլոգներ, որոնք զբաղվում են ձեռակերությամբ։ Սա երկրորդ ձեր հարցը։ Անդիմության մասով, որոնք այդքան էլ հաշտ չեն այս ստեղծված պատկերի հետ։ Անդիմությունը հաշտ է ստեղծված պատկերի հետ մեկ պարզ պատճառով, որ անդիմությունը վերցնելու է մանդատները հավաքանում։ Նրանք եթե հաշտ չլինեն, նրանք մանդատները չեն վերցնի։ Սա պարզ է։ Ցանկացած ժողովրդավարական երկրում այդպես է արվում։ Մեր խորհրդարանական համակարգային անդիմությունն էլ հաշտ չի 21 թվականի ընտրությունները ինքնին չի խանգարվում իրենց գնան նստեն այդ իրենց աթոռներում այդ Լեռնային Ղարաբաղի Արցախի դրոշները տնկեն եւ մեծ ճարեր արտասանեն այնտեղից, որոնք ոչ միտեղ չեն տանում ցավոք։ Այն դեպքում, երբ որ մեզ պետք է ռեալ անդիմություն, որը ռեալ կլինի իշխանությունը հակակշիռ։ Մենք դա չունենք խորհրդարանում։ Իսկ ո՞րն է խնդիրը, պարոն Ստեփանյան, թե խորհրդարանում, թե վաղաշաբաթի ընտրություններում մենք տեսնում ենք, որ այն առողջ ընդդիմադիր սեգմենտի մասին, որ խոսվում է, այնուամենայնիվ չի կարողանում անգամ անցողիկ շեմը հաղթահարել։ Ո՞րն է խնդիրը, որ ամեն դեպքում այդ դաշտը չի կայանում, չի ձևավորվում։ Շատ լուրջ հարց եք բարձրացնում, շատ լուրջ խնդիր է սա իրականում։ Ցավոք, վաղաշաբաթում ընտրությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ մեր երկրում կիսվում է քաղաքական դաշտը սևերի եւ սպիտակների, նախկինների եւ ներկաների միջև։ Այդ առողջ ընդդիմությունը, ընդդիմափոխությունը, որը մենք այդքան երկար ենք սպասում, պայմանական երրորդ ուժը չկա։ Եվ մեծ է այս պահին այդ հեռանկարը, որ ցավոք 26-ի ընտրություններին էլ չի լինելու։ Ես այդ մտավախությունը ունեմ արդեն այսօր։ Ինչու է այդպես։ Փորձենք տրամաբանել, ես էլ միանշանակ պատասխանը չունեմ։ Փորձենք իրար հետ տրամաբանել։ Ինձ թվում է, որ մեր երկրում չկա գաղափար։ Բոլոր կուսակցությունները, որոնք գնում են ընտրությունների, գնում են առանց գաղափարի։ Ես գաղափարախոսության մասին չեմ խոսում։ Հետևաբար այդ գաղափարը մեզ մոտ դա արևմտամետությունն է եւ ռուսամետությունը։ Սա շատ վատ է, բայց սա այսպես է։ Հիմա ռուսամետները, սկսենք ռուսամետներից։ Ես չգիտեմ այդ մարդիկ ինչով են մտածում, ինչի են նրանք ռուսամետ միջև այսօր, նրանց հետ ռուսները մեր գլխին ինչ բերեցին, բայց ինչև է, լավ, ռուսամետ են։ Իրենք գնալու են եւ ընտրելու են մեր ձևով կամ թալանչիներին կամ չգիտեմ ում, չէ, ում մասին է խոսքը, հասկանալի անուններ պետք չի տալ, ոչ թե նրանց այնքան շատ են սիրում։ Այլ պարզ պատճառով, որ իրենք ուզում են, որպեսզի մենք դառնանք միութենական պետության մաս։ Այսինքն Հայաստանում դեռ կան մարդիկ, որ ուզում են, որ Հայաստանը դառնա միութենական պետության մաս։ Տեսեք, այդ զանգվածը կա։ Հա, տեսեք, այդ մարդկանց ինչ-որ բարեկամները Ռուսաստանում են ապրում, իրենց փող են ուղարկում։ Իրենք մտածում են, որ եթե հիմա մենք շարունակենք գնալ արևմուտք, վաղը Ռուսաստանը կարող է այդ մարդկանց լարի Ռուսաստանից, որոնք այդ փողը ուղարկում են, եւ իրենք մնալու են առանց փողի։ Կան մարդիկ, ում երեխաներն են ապրում Ռուսաստանում, կան մարդիկ, որոնք բարեկամներ ունեն Ռուսաստանում, կան մարդիկ, որոնք այստեղ Հայաստանում աշխատում են ռուսական ընկերություններում եւ մտածում են, որ եթե վաղը այդ ռուսական ընկերությունները այստեղից գնան, նրանք մնալու են առանց աշխատանքի։ Այսինքն այսպիսի մոտիվացիա կա եւ այդտեղ ինչ որ չնչին տոկոս կա, եթե կարելի է այդպես ասել, կներեք արտահայտության համար գաղափարական մոտեցում, որ մարդիկ կան շատ չնչին տոկոս, որոնք մտածում են, որ Ռուսաստանի հետ իրոք լավ է լինելու։ Այնպես ինչպես մտածում էին ժամանակին արցախցիները, որ Ռուսաստանը փրկիչ է, Ռուսաստանը մեզ երբեք չի խափի, չի ծախի, Ռուսաստանը մեզ կպահի եւ մենք կարող ենք ապրել միայն Ռուսաստանի տակ։ Նաև կներեք, պարոն Ստեփանյան, այդպիսի արտահայտություն կա ռուսի զինվորի սապոկը, եթե դուրս գա մեր տարածաշրջանից, մեր երկրից։ Թուրքը գալու է յաթաղանով։ Հիմա այդ մասին խոսենք, եթե ցանկանաք։ Այսինքն, այս մարդիկ գնում են ընտրությունների մեր ձևով եւ թալանչիներին ընտրելու միայն այդ բանով, որ ասենք, իրանք մտածում են, որ իրենց սեփական բարգավաճումը, կենսունակությունը կապված է Ռուսաստանի հետ։ Եվ եթե վաղը Ռուսաստանը չլինի մեզ հետ, Ռուսաստանը մեր համար չլինի այդ, մենք Ռուսաստանի տակ չլինենք, իրենց բարգավաճման բել չի լինելու, շատ վատ է լինելու վիճակը։ Եվ
այդ մարդիկ թքած ունեն, կլինի Հայաստանը անկախ թե ոչ, կլինի ինքնիշխան թե ոչ, կունենա ապագա որպես երկիր թե ոչ, 20, 30, 40 տարի հետո Հայաստանի Հանրապետություն լինելու է թե ոչ, լինելու է հայկական մարդ, թող լինի, լինելու է գուբերնիա, թող լինի, բայց նրանք այստեղ են սխալվում, ամենակարևոր սխալը այդ մարդկանց որն է, Արցախի դասը մեզ համար ինչն էր, դե Արցախում էլ ինչ է տենց մտածում էին 20 թվականին 44 օրյա պայմանավորված գործողությունից հետո թուրքերի եւ ռուսների միջև իրենք մտածում էին, որ ռուս խաղաղապահները գալու են եւ իրենք հանգիստ այդ փոքր Արցախից մնացած կտորում ապրելու են հավերժ եւ ռուսները իրենց կպահեն այնտեղ եւ իրենք գոհ էին դրանից, բայց մենք տեսանք, որ դա տեղի չունեցավ, մենք տեսանք, որ ռուսները վաճառեցին, հանձնեցին թուրքերին նաեւ այդ մասը. Այստեղ պետք է մտածեն այդ մարդիկ պոտենցիալ Մերձևովի, Քոչարյանների, չգիտեմ, նախկինների ընտրողները, որոնք կապում են հույսերը Ռուսաստանի հետ, պետք է այստեղ մտածեն։ Իսկ եթե վաղը Հայաստանի հետ դա տեղի ունեցավ, իսկ որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ դա չի լինելու, որտեղ Ռուսաստանը գնալով թուլանում է։ Եթե վաղը Ռուսաստանը մեր Հայաստանը ծախեց թուրքերին, այդ ժամանակ ուր են գնալու, ուր ենք փախչելու։ Ղարաբաղցիները եկան Հայաստան, մենք ուր ենք գնալու։ Սա ինչ վերաբերվում է այդ զանգվածի հետ։ Երկրորդ զանգվածը արևմտամետները։ Արևմտամետները նախընտրում են ոչ բոլորը իհարկե, բայց մենք տեսանք դա վերջին ընտրություններում ընտրել քաղաքացիական պայմանագրին, որովհետև քաղաքացիական պայմանագիրը, եւ մենք դրա մասին խոսում ենք, երբ որ դեպի Եվրամիության օրենքը ընդունվում էր քննարկման պահին, ես այն ժամանակ ասում եմ, ինձ համար տարբերություն չկա։ Այդ օրինագիծը օրենքը առաջ կտանի իշխող ուժը, թե կտանի այն ժամանակ ձևավորված Եվրոդաշինք։ Ինձ համար կարևորը նպատակն է։ Հիմա մարդիկ ասում են, դե եթե իշխանությունը գնում է դեպի Եվրոպա, իսկ կարծես թե այդպիսի նպատակ կա, չգիտեմ գնալու է թե ոչ, ես չեմ կարող դա պնդել, դե հենա կգնանք Նիկոլ Փաշինյանին կընտրենք, ոչ թե ՔՊ-ին, այլ Նիկոլ Փաշինյանին, որովհետև Նիկոլ Փաշինյանը հաղթելու է, Նիկոլ Փաշինյանը առաջի տեղով է դուրս գալու ընտրություններում, իսկ այն մնացածները այդ արևմտամետները կանցնեն թե չեն ասի, ոչ մեկ չգիտի։ Կամ անցողիկը կհատեն կամ չեն հատի։ Կամ կանցնեն կամ հա, կամ այո, ճիշտ եք ասում։ Իսկ մենք ժողովուրդ ենք, որը սիրում է հաղթել։ Մենք չենք քվեարկում, իհարկե ոչ բոլորի մասին է խոսքը գնում, սկզբունքներից ելնելով, գաղափարներից ելնելով, մենք քվեարկում ենք այնպես, որ մեր ձայնը չկորի եւ անցնեն մարդիկ, ովքեր որ անցնելու են։ Մոտավորապես սա է տեղի ունենում, մոտավորապես։ Եվ այս ամենի արդյունքում հերթական անգամ բաժանվում է մեր էլեկտորատը սևերի եւ սպիտակների մեջ, նախկինների եւ ներկաների միջեւ։ Ինչը շատ վատ է, որտեղ ես օրինակ շատ կուզենայի, որ մեր 26-ի խորհրդարանում լիներ ընդդիմափոխություն։ Եվ վերջապես գար ընդդիմություն, որը կշնչեր իշխանության ծոծորակին, եթե Նիկոլ Փաշինյանը հաղթում է եւ ԿՊ-ն, մեծ սցենարն է քննարկում, արևմտամետ ուժերը, եւ կպահանջեին, որ Հայաստանը ավելի լավ, ավելի արագ տեմպերով գնա դեպի Եվրամիություն, մեր դիվերսիֆիկացիան տնտեսական, քաղաքական, ցանկացած ոլորտում ավելի արագ ընթանա դեպի արևմուտք, որտեղ մենք խնդիր ունենք, մենք շատ դանդաղ ենք գնում։ Այսպեսի տեմպերով ես չգիտեմ մենք երբ ենք հայտնվելու պայմանական արևմուտքում, այն դեպքում, երբ որ մեր թշնամիները չեն քնում, քնած չեն, մենք տեսնում ենք, որ գնում է տարածաշրջանացման գործընթաց, այնինչ Ալիևը անում է Կենտրոնական Ասիայի հետ, սա լուրջ վտանգներ է բերում մեզ։ Եվ մենք պետք է հասկանանք, մենք ինչ ենք ուզում, մենք ուզում ենք շարունակել մեր ճանապարհը դեպի արևմուտք, թե մենք ուզում ենք վերադառնանք տարածաշրջանացում, որտեղ մենք եղել ենք եւ որտեղից մենք դուրս ենք եղել, դուրս ենք գալիս առանց Արցախի։ Պարոն Ստեփանյան, իսկ դեպի արևմուտք ճանապարհը նաև չի ենթադրում Թուրքիայի հետ սահմանի բացում հարաբերությունների կարգավորում եւ նաև Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունը, որ իրենք պատրաստ են կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները միայն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո եւ հիմա չեն գնում կարգավորման եւ կամ սահմանի բացման, որպեսզի Հայաստանի համար այդ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գլխավոր մոտիվը այսպես ասեմ, չվերցնեն։ Նախ ընդհանուր առմամբ այս ձևակերպման հետ համաձայն եք, որ հայ-թուրքական հարաբերությունների, այսինքն հայ-ադրբեջանական կարգավորման գլխավոր մոտիվը նաև այն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, եւ եթե հիմա Թուրքիան հապաղում է, դա միայն անում է նրա համար, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները դեռևս այսպես վերջնական խաղաղություն գոնե չի ստորագրվել։
Ես հիմա քանդելու եմ հատ-արհատ բոլոր ռուսամետների թեզերը եւ միֆերը, որոնցով նրանք կերակրում են մեր հասարակությունը տասնյակ տարիներով։ Եթե հայ-թուրքական սահմանի բացումը այդքան վատ բան է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար, ինչու է դրան դեմ Ադրբեջանը։ Ինչու է Ադրբեջանը այնպեսի ճնշում գործադրում Անկարայի վրա, որ հենց որ Անկարան նույնիսկ այս պահին շարունակում է պայմանավորել հայ-թուրքական սահմանի բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հայ-ադրբեջանական հարաբերություններով խաղաղության պայմանագրով։ Այսինքն Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվում է, մեր տնտեսությունը ստանում է շատ լուրջ հնարավորություններ, որ այն դիվերսիֆիկացիան դեպի Եվրամիություն, դեպի հարավ, որը մենք դանդաղում է, կաղում է, որովհետեւ մենք ունենք մի հատ լարց, որը ռուսների ձեռն է բացում, փակվում է, երբ ուզում են բացում են, երբ ուզում են փակում են, մի օր ձյուն է գալիս։ Այս դեպքում մենք ունենալու ենք ճանապարհ դեպի Եվրամիություն, մեզ մոտ նոր շուկաներ են բացվել, այդ թվում նաև մերձավոր արևելքում, անպայման չի միայն Եվրամիություն գնա։ Պարսկաստանով ճանապարհը բավականին խնդրահարույց է, Պարսկաստանի ներքին օրենսդրությունով պայմանավորված եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն Ադրբեջանում շատ լավ հասկանում են ինչ նշանակություն ունի հայ-թուրքական սահմանի բացումը մեզ համար։ Իրենք էլ փորձում են դա այսպես հնարավորինս բարդացնել։ Փորձում են դա բարդացնել, որպեսզի դա տեղի չունենա, որ Հայաստանը շարունակի ունենալ կախվածություն Ռուսաստանից եւ Ադրբեջանից։ Սրա մասին ենք խոսքը։ Հիմա մեզ չի հաջողվում, ցավոք, մեր դիվանագիտությանը չի հաջողվում այդ երկու գործընթացը տարանջատել, սա էլ է փաստ։ Ես Արարատ Միրզոյանի պատասխանը լսեցի, նա նշում է, որ մենք այդպես չենք դիտարկում, դա իրարից անջատ գործընթացն է, բայց Անկարայում այդպես չենք կարծում եւ փորձում են վաճառել մեզ այդ սահմանի բացումը, դիվանագիտական հարաբերությունները խաղաղության պայմանագիրը հաստատելուց հետո Ադրբեջանի։ Ադրբեջանը դրան չի գնալու այնքան ժամանակ, քանի դեռ հույս ունի Հայաստանից էլ ինչ-որ բաներ կորզել։ Հնարավորինս թանկ գին է ուզում վերցնել դրա դիմաց։ Իհարկե, բոլորը հասկանում են, որ պետք է այդ խաղաղության պայմանագիրը վերջում ստորագրվի։ Հիմա իրենք ժամանակ են ձգում, փորձում են ինչ-որ սպասում են, հույսեր են ինչ-որ ժամանակ է փոխվել, ինչ-որ բան է փոխվել ժամանակի ընթացքում։ Վաղը կարող է Թրամփ այլևս նախագահ չլինի, նոր ադմինիստրացիա կարող է գալ։ Չգիտեմ, ինչ ասես կարա լինի։ Ինչ ասես կարա լինի, իրավիճակը շատ արագ է փոխվում։ Եվ Ալիևը, այսպես ասած, հայերեն լեզվով ասած, ոտը կախ է գցել եւ սպասում է ինչ-որ փոփոխությունների։ Բայց այն, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում մեր տարածաշրջանում, ոչ միայն Հայաստանում, այլ տարածաշրջանում իրավիճակը կտրուկ փոխվելու է եւ փոխվելու է մեր օգտին, ես կարծում եմ սա ակնհայտ է եւ դա բոլորը շատ լավ հասկանում են եւ Բաքվում, եւ Մոսկվայում, եւ Անկարայում, եւ նրանց սպասարկուները Հայաստանում, որոնք աշխատում են ռուսների շահերն են սպասարկում, իրենք էլ են դա շատ լավ հասկանում։ Պարոն Ստեփանյան, այս ամեն ինչի ֆոնին, երբ խոսվում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին, հատկապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանի բացման, դրա կարևորության մասին, տեսեք, Հայաստանում դուք ավելի ճիշտ կասեք, սա հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ հասկանալ թե չէ, բայց ամենօրյա ռեժիմով ֆեյք լուրեր են տարածվում, հեծը վերցնում են, տալիս են, հանձնում են Թուրքիային, 10 մզկիթ է կառուցվելու Երևանում ու որքան էլ փաստերի ստուգման հարթակը հետո գալիս է, հերքում է, պարզվում է լուրի ինքնությունը, նաև լրագրողի ինքնությունը, որը ուղիղ կապ ունի Մոսկվայի ռոպագանդայի հետ եւ այսպես շարունակ, բայց այդ լուրերը շարունակում են մնալ մամուլում, ընդդիմադիր մամուլում եւ շարունակում են տարածում ունենալ։ Սա վտանգավոր միտում չէ եւ ինչ նպատակով է արվում, այսինքն սա ինքնանպատակ չի, որ պարբերաբար փորձում են ցույց տալ, որ այս իշխանությունները մզկիթ է կառուցելու Երևանում, հեծը հանձնելու է Թուրքիային, այստեղ դուք նաեւ ասացիք Ռուսաստանը մեզ կարող է Թուրքիային ծախել, բայց այստեղ ընկալումը հակառակն է, որ Ռուսաստանը չի կարող մեզ ծախել, Ռուսաստանը հենց այն գործոնն է, որը մեզ պիտի փրկի Թուրքիայից։ Սկսենք վերջից, ինչպես միշտ։ Ժամանակին մեր հասարակությունում եւ առաջին հերթին Արցախում կար ընկալում, որ միակ ուժը, որը փրկելու է արցախցիներին Թուրքից, դա Ռուսն է։ Հրճումը Ռուսը հանձնեց, չէ՞։ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարները, որոնք գտնվում են եւ դատվում են հիմա Բաքվում, ռուսներն են իրենց հանձնել։ Բարի բուն իմաստով հանձնել են իրենց բազաներն եկել, իրենք վերցրել եւ հանձնել են ադրբեջանցիներին։ Այսինքն սա մենք հասկանում ենք, որ սա կեղծ նարատիվ է։ Ապացուցված է արդեն, ցավոք սրտի ապացուցված է։ Արցախում այդ ամեն ինչը ապացուցվել է, լակմուսային թուղթ է եղել Արցախը։ Երկրորդ հարցը, տեսեք, մեր ընդդիմությունը 5-րդ շարասյունը, ինչպես կուզեք, ԶԼՄ-ները, որոնք սպասարկում են այդ շարասյան ընդդիմության եւ Ռուսաստանի շահերը, շատ վատ կարծիք ունեն մեր ժողովրդի մասին։
իրենք շատ վատ կարծիք ունեն մեր մասին։ Նրանք մտածում են, որ այդպիսի էժանագին ստեր տարածելով 10 հատ մսկիթ, հեծը տալիս են թուրքերին, չգիտեմ ինչ, հիմա ժողովուրդը հիմար է։ Ժողովրդին հեշտ է հիմարացնել։ Իրենք այդպես են կարծում։ Եվ ժողովուրդը վաղը կգնա եւ կքվեարկի Քոչարյանին կամ Մերձևովին կամ չգիտեմ ում, որտեղ վախենում են, որ Հայաստանում Փաշինյանը մսկիթներ է կառուցելու։ Սա խոսում էին մասին, որ այդ մարդիկ շատ վատ կարծիք ունեն մեր ժողովրդի մասին։ Ինչպես Գալստանյանն էր ասում, խորը անասուն է։ Դե հա, հասկանում եմ ինչ եք ասում։ Այդ մարդիկ իրոք մտածում են, որ ժողովուրդը այս վիճակում է եւ ժողովրդին շատ հեշտ է խաբել։ Իրենք ուզում են ժողովրդին խաբել, վախացնել։ Տեսեք, վախը ինքը շատ իրացիոնալ է իր բնույթով։ Վախը շատ իրացիոնալ է։ Երբ որ դու դրթվում ես, ինչ որ որոշում ես կայացնում վախից ելնելով, ինքը երբեք ռացիոնալ չի լինում։ Ինքը միշտ սխալ է լինում։ Միշտ։ Ռոբերտ Քոչարյանն եւ Սերժ Սարգսյանն դա հարցը տվեք, եթե մի օր իրենք այստեղ կան։ Ինչու եք դուք այդ որոշումները կայացնում դեպի Ռուսաստան, Լևոն Տեր-Պետրոսյանի, ռուսների հետ, որտեղ վախենում եք, չէ՞։ Իսկ երբ որ դու վախենում ես, դու ճիշտ որոշում չես կարող կայացնել։ Հիմա այս մարդիկ, որոնք շատ լավ գիտեն ինչ է վախը, փորձում են ժողովրդի մեջ, հասարակության մեջ սերմանել վախ։ Տարիներով ես գալիս եմ այստեղ ասում եմ, չէ, պատերազմ չի լինելու, չէ, 20-ից հետո, բայց պատերազմը լինելու, ինք վախեցնում են, Թուրքը եկավ, հեսա Երևանը գալի, հասնում է Երևան, վсё, մտել է, չէ։ Հիմա տեսնում են, որ չէ, սա չկա այս պահին, չի աշխատում։ Դե մարդ պետք է առնվազն հիմար լինի, որ հիմա ասի, որ սա պատերազմը սկսվելու։ Ինչ պետք է անել։ Պետք է վախեցնել թրքացմամբ։ Մոսկիթներ, հայ-թուրքական սահմանը բացվում է, թուրքերը գալիս են, 1000 անգամ կներեք իմ արտահայտության համար, բոլոր հայ աղջիկների հետ ամուսնանում են, բոլորը դառնում են թուրք, այստեղ ծնվում են թուրք երեխաներ, 300,000 ադրբեջանցի Բաքվից, Բաքուն թողում է գալիս այստեղ, եւ վсё։ Եվ դա անում է մեկ մարդ, Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ռուսական ռազմաբազայի զինվորները չեն կարող այս պաշտպանել։ Սա հեքիաթ է։ Եվ մարդիկ, որոնք տարածում են այսպիսի հեքիաթներ, փորձելով ազդել հասարակության ուղեղի վրա եւ գեներացնելով վախ, փորձում են այդ վախեցած հասարակությանը գնալ եւ ընտրություններին առանցքային թեզը կատարել սխալ որոշում, քվեարկել այդ վախից դրդված նախկինների օղտին, քվեարկել Մերձևով, Քոչարյան, Սերժ, չգիտեմ, կարևոր չի։ Սա է իրավիճակը։ Երբ որ իրենք հասկացան, որ պատերազմով այլևս չի լինում վախացնել, չի ստացվում, չի աշխատում, դա արդեն մսկիթներ, հեծը եւ այլն եւ այլն եւ մենք վստահ եմ, ես դες վստահեցնում եմ, եւ բոլոր նորմալ մարդիկ վստահ են, որ դա չի լինելու։ Բայց իրենք, ես նորից եմ ասում, եթե իրենք գեներացնում են այդպիսի կերծ նարատիվներ, դա խոսում է միայն մեկ բանի մասին, նրանք մեր ժողովրդի մասին շատ վատ եւ ցածր կարծիք ունեն։ Ես հուսով եմ, որ մեր մարդիկ շատ լավ հասկանում են, որ դա սուտ է, հասկանում են, որ մեզ վախացնում են, չեն վախենալու, կգնան ընտրություններին եւ կկատարեն այն ընտրությունը, որոնք իրենք կուզեն կատարել, այլ ոչ թե վախից ելնելով։ Այդ ժամանակին ջպերով էին չէ վախացնում։ Հիմա ջպերով չեն կարող վախացնել, էլի ես ստիպված եմ իրենց լեզվով խոսել, հիմա վախացնում են մսկիթներով։ Եվ այն ժամանակեր այդ վախը կեղծ եւ իրացիոնալ, եւ հիմա է կեղծ եւ իրացիոնալ։ Այսինքն մեր մարդիկ ուղղակի պետք է հասկանան ինչ է կատարվում։ Պարոն Ստեփանյան, եկանք հասանք ամենակարևորին, քանի որ դուք էլ լրագրող եք, երկար տարիներ աշխատել եք այդ դաշտում, մի զգայուն հարցի եմ ուզում անդրադառնալ, իհարկե առանց այսպես թիրախավորելու մեր գոլեգաներին, բայց վերջին շրջանում նկատել եք, որ լրագրողական աշխատանքի արդյունքում ավելի շատ այսպես ոչ թե աղմկահարույց դեպքեր են բացահայտվում կամ ինչ որ անհատների մասին, ինչ որ կոռուպցիոն գործեր են բացահայտվում, այլ աղմուկի կենտրոնում են հայտնվում լրագրողները, երբեմն նաև ֆեյք լուրեր տարածելով, վերջին նախադեպը հենց ժուրնալիստների միության նախագահ Սաթիկ Սերյանյանինն էր ու այսպես շարունակ։ Այստեղ մտածելու տեղիք կա, հետևություններ անելու, ուղղվելու, որովհետև չեք կարծում, որ սա նաև հարված է լրագրությանը, սա հարված է այս դաշտին ու մենք նոր խոսում էինք հենց այդ ֆեյք լուրերի մասին, թե ինչպես են նաև դրանք փորձում այդ ճանապարհով մանիպուլացնել ընտրողին։ Այո, հարված է, շատ ցավալի թեմա եք բարձրաձայնում, ցավալի ինձ համար։ Սա ավելի շատ այև առաջին հերթին հարված է խոսքի ազատությանը եւ այդ հարվածը լրագրողական հանրության ներսից է գալիս։ Սա ցավալի փաստ է։ Խոսքի ազատությանը հարված։ Խոսքի ազատությունը Հայաստանում տեղեկատվության ճշգրտությունը, ժողովրդի վերաբերմունքը լրագրության նկատմամբ
հարվածի տակ է դրվում եւ դա անում են մարդիկ, ովքեր լրագրողներ են։ Տեսեք, ինչա տեղի ունենում Հայաստանում եւ դա բավականին երկար գործընթաց է։ Դուք հիմա ասում եք, չէ, ասում եք, որ լրագրողները հայտնվում են այդ սկանդալների, չէ, այսինքն մենք չպետք է իրենց թիրախավորենք։ Այսինքն մենք այս զրույցում հիմա մեր գործընկերներին չենք թիրախավորում, իրենք են իրենց թիրախավորում, այսինքն այդ անունները դուք հիմա անունները չեք նշում, ես չեմ նշել, ես այդ խնդիրը չունեմ։ Հիմա մենք խոսում ենք բոլոր մարդիկ հասկանում են ում մասին է խոսքը, որովհետև այդ լրագրողները իրենք են իրենց թիրախավորել, դարձնելով իրենք իրենց եւ իրենց մասնագիտությունը, լրագրությունը կեղտոտ գործիք քաղաքական խաղերի մեջ, փողի համար։ Ես շատ վատ եմ, ոնց ասեմ, ես ինձ վատ եմ զգում, երբ որ լրագրողների նկատմամբ մարդիկ վատ բաներ են ասում։ Լրագրողների նկատմամբ Հայաստանում հասարակությունում կա ատելություն։ Ատելություն, այդ սոցցանցերը բացեք տեսեք, ինչ են մարդիկ այդ մարդկանց հասցեին գրում։ Իսկ շատ մարդիկ, ովքեր չեն տարբերակում իսկական լրագրողի, նորմալ լրագրողին, այդ մարդկանցից ովքեր ծախվել են, բոլորին են թիրախավորում իրար հետևից, եւ պարտավոր չեն տարբերակել, որ լրագրողն է ազնիվ, որ լրագրողն է անազնիվ, որը լրագրող է, որը լրագրող է, հա, հասկանում ենք ինչի մասին է խոսքը գնում։ Սա խնդիր է, սա լուրջ խնդիր է։ Այն դեպքում, երբ որ մենք ունենք լրագրողներ, որոնք ոնց ասեմ ձեզ, ազնվագույն մարդիկ, դուք եք ճանաչում, կան մարդիկ, ովքեր որ մահացել են չքավորության մեջ։ Մենք էլ գիտենք այդ մարդկանց, ամբողջ կյանքը աշխատել են, վերջում ոչ մի բան չեն ունեցել։ Ընկերներն են եկել այդ թաղումը կազմակերպել։ Այսինքն սենց մարդիկ էլ կան, եւ դա լրագրողներ են։ Հիմա այդ մի քանիսը, մի քանի տասնյակը, չգիտեմ, քանիսն են, այդ բոլորի վրա շողք են գցում, բոլորի վրա կեղտ են գցում, թաթախում են մասնագիտությունը, լրագրությունը այդ կեղտի մեջ։ Ես վերջերս մի հատ կոնֆերանսի էի մասնակցում, որտեղ ես ասացի, որ ես ամաչում եմ, որ ես լրագրող եմ։ Ես ամոթ եմ զգում, որովհետև շատ դեպքերում մարդիկ, ովքեր որ ինձ չեն ճանաչում, ինձ իդենտիֆիկացնում են, նույնականացնում են դրանց հետ։ Սա խնդիր է։ Ինչպես լուծել այս խնդիրը։ Կա երկու ճանապարհ։ Առաջինը եւ ամենակարևորը, դա ինքնացենզուրան է։ Ցանկացած լրագրող պետք է զբաղվի ինքնացենզուրայով։ Ինքը պետք է հասկանա ինչը կարելի է, ինչը չի կարելի։ Քո լրագրողական էթիկայի շրջանակներում։ Ոչ մի նոր բան չեմ ասում։ Եվ երկրորդը դա օրենսդրական կարգավորումներն են։ Եթե կա կեղծ լուր, եթե կեղծ լուրը տարածվում է, եթե չի հերքվում, եթե շարունակում են տարածել, դա պետք է օրենսդրությամբ պատժվի։ Չգիտեմ ինչով է պատժվում, ես չեմ կարդացել այդ օրենսդրությունը, երբեք այդ խնդիրը չեմ ունեցել։ Եթե պետք է տուգանել, պետք է տուգանել, քրեական պատասխանատվության ենթարկել, պետք է ենթարկել, այլ ճանապարհ չկա, այդ երկու ճանապարհն է, այլ ճանապարհ չկա, հեծանիվ պետք չի հորինել։ Եթե դու կեղծ լուր ես տարածում հասարակությունը մանիպուլյացնելու, խաբելու, հիստերիայի հասցնելու նպատակով, դու պետք է դրա համար պատժվես։ Շատ հաճախ են խոսում 37 թիվ լինելու մասին, պարոն Ստեփանյան, որ իրենք բռնաճնշումների են ենթարկվում, խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, սա ինչպես հասկանալ, հենց նույն մարդկանց կողմից էլի, որ ես նորից եմ ասում, Հայաստանում խոսքի ազատությունը թիրախավորվում է այդպիսի լրագրողների կողմից։ Լրագրողների կողմից, այսինքն մասնագիտության ներսից։ Այդ խոսքի ազատությունը բավականին թանկ բան է, մենք պետք է դա գնահատենք։ Եվ ես չեմ կարծում, որ Հայաստանում կա խոսքի ազատության ոտնահարում։ Խոսքի ազատության ոտնահարում կա ժամանակին, երբ որ ԱՄԵԿ+-ներ փակվում, երբ որ լրագրողներին գնում, վաճառում էին, նորից էին գնում, նորից էին վաճառում, երբ որ գովազդը միայն միշիկական ԶԼՄ-ներին էր, բոլոր մնացածին այդ գովազդը չէին տալիս, երբ որ ազատ մամուլը շատ դիվանագիտական մեթոդներով խեղդում էին Հայաստանում, հիմա Սերժ Սարգսյանի մասին է խոսքը գնում, միջև այդ շատ ավելի բռնի ձևով է տարվում, մարդկանց ուղղակի ծեծում էին պադիեզներում, խոստու ինչ որ բան էր ասում, քեզ ծեծում ջարդում էին, ասում են դու չպետք է սա ասես, պարոն Ռոբերտ Քոչարյանի ժամանակա դա եղել, մեր մեծն ժողովրդավար։ Այսինքն, եթե մենք համեմատում ենք իրավիճակը այդ թվերի հետ, միանշանակ հիմա անհամեմատելի է, հիմա շատ ավելի լավ է եւ այն, որ այդ մարդիկ տարածում են ապատեղեկատվություն եւ դրա համար չեն պատժվում, արդեն իսկ խոսում են մասին, սա իմ անձնական կարծիքն է, որ Հայաստանում խոսքի ազատությունը չափազանցված է։ Այսինքն, չի կարելի խոսքի ազատության տակ մտցնել հանցագործություն, որ ուղղված է սեփական ժողովրդի եւ ամենակարևորը սեփական երկրի դեմ։ Այդ մարդիկ աշխատում են սեփական երկրի դեմ։ Ցանկացած մարդ, որը տարածում է Հայաստանում ապատեղեկատվություն
հիբրիդային պատերազմին նպաստելով, որի թիրախն է հայոց պետականությունը, իմ թշնամին է, եւ ես կարծում եմ, որ պետք է լինի պետության թշնամին։ Եվ այդպիսի թշնամիների դեմ պետք է կիրառել օրենքով նախատեսված ամբողջ գործիքը, օրենքով, պետք չի ծեծել, պետք չի փակել, պետք չի վախացնել։ Օրենքը ինչ է ասում, ինչ է գրած սահմանադրության մեջ, օրենքների մեջ, դա է պետք կիրառել։ Չի կարելի այդ թշնամական նարատիվները տարածել մեր երկրում, որովհետև մարդիկ կան, ցավոք, մենք ունենք այդպիսի մարդիկ հասարակության շերտեր, որոնք դեռ մանիպուլացվում են եւ որոնք դեռ հավատում են, որ Հայաստանում 10 հատ մզկիթ է կառուցվել։ Պարոն Ստեփանյան, թեև ժամանակը սուղ է, բայց կուզենամ վերջին հարցով նաև անդրադառնանք այն հանգամանքին, որ գիտեք, ընտրություններից հետո վարչապետը արձագանքեց, որ վաղաշաբաթ քվեն կարելի է նաև ընկալել այն համատեքստում, այսինքն նաև ինչ որ իմաստով ազդակ էր, որ վաղաշաբաթի համայնքի բնակիչը կողմ է նաև այն օրակարգին, որ կաթողիկոսը պիտի հեռանա, նախ դուք կիսում եք այդ տեսակետը, թե չէ, արդյոք այդ քվեները քաղաքացիական պայմանագրի հաղթանակը նաև ենթադրում էր, որ այո կողմ են այդ օրակարգին եւ նաեւ կուզենամ անդրադառնանք թե ինչ է տեղի ունենում ըստ էության։ Մի կողմից տեսնում ենք, որ վարչապետը գնում է տարբեր համայնքներ, մասնակցում պատարակների, արդեն սրբազաններ են միանում այդ պատարակներին։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ կաթողիկոսը ամեն դեպքում չի պատրաստվում հեռանալ, կարծես թե ներսում իր շուրջ կոնսոլիդացիա կա, ավելին հիմա էլ խոսում են, որ այսպես թիրախավորվել է կաթողիկոսի ճակերտավոր ասած հարազատներից մեկը, այս իշխանությունը չի սահմանափակվում 3 սրբազաններով եւ հիմա ուզում է ճանապարհից մաքրել նաեւ Արշակ սրբազանին, մի քանի վարույթներ է նախաձեռնվել ապօրինի զենքի, սպանության եւ նման մեղադրանքների հետ կապված։ Նախ ընդհանուր առմամբ օրինաչափ է, որ սրբազանը Մայրաթորի դիվանապետը կարող է անցնել նման վարույթներով եւ նաեւ ինչպես հասկանալ, այսինքն կաթողիկոսի մոտ կա անցալումը, որ պիտի հեռանա, թե դեռ չհեռանալու տարբերակ ունի, այսպես ասեմ։ Ես շարունակում եմ պնդել, որ ցանկացած հոգեվորական նախ մարդ է, երկրորդ հերթին քաղաքացի է, եւ երրորդ հերթին այո, ինքը կարող է գործել ցանկացած հանցագործություն։ Դա այդպես է, դա մարդկանց բնորոշ է։ Հետեւաբար կարեւոր չի դիվանապետը, կաթողիկոսը, թե ով է, եթե ինքը հոգին, եթե պղտոր է, եթե կան այդպիսի նպատակներ, ինքը կարող է դա անել, հանցագործությունը կարող է գործել։ Մի պատմության մեջ բազմաթիվ դեպքեր կան, երբ որ նույնիսկ Հռոմի պապերն են գործել հանցագործություններ, ինչի համար պատժվել են, չենք խոսում մնացածի մասին, այնպես որ դա դնենք մի կողմ։ Էջմիածնի արդյունքները ինչ որ առումով, վաղաշաբաթի արդյունքները ինչ որ առումով ինձ զարմացրեցին իրոք, որովհետև տրամաբանական կլիներ, որ եթե մեր հասարակության 80 կամ 90% այդ գելապները, որ անցկացնում են սոցհարցումները, եկեղեցու կողքը կանգնած են ամուր, իրենք երբ որ ասում են եկեղեցու, նկատի ունեն Գարեգինի եւ arczepiskopos-ների կողքը, պետք է որ հիմնական այդ մասն հավաքված լիներ Էջմիածնում, որտեղ Մայրաթորն է գտնվում։ Եթե այդ մարդիկ կամ չեն գնացել ընդհանրապես ընտրության, հա 45%-ը չէ՞ մասը։ 48%։ 48%։ Եթե 52%-ը չի գնացել, այսինքն մեղմ ասած դա այդպես չէ։ Մնացածները քվեարկել են այնպես, ինչպես քվեարկել են, այսինքն հիմնականում իշխանության օգտին։ Սա խոսում է այն մասին, որ եթե Էջմիածնում վաղաշաբաթում, որը պետք է այդ առումով լիներ այսպես բաստիոն, հա, եկեղեցու բաստիոն, եթե դա չկա, ուրեմն Հայաստանի մնացած մարզերում չի լինելու եւ չի լինելու։ Սա իմ տպավորությունն է, չգիտեմ, ես կարող եմ սխալվել։ Ինչ է կատարվում եկեղեցու շուրջ։ Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքացիական պայմանագիրը փորձում է հոգևոր իշխանությունը քանդել, եկեղեցին քանդել, պետք է սա հասկանանք, սա կարևոր է, այլ քանդել գործող իշխանությունը եկեղեցու։ Ինչպես եկեղեցու ձեռներով, հենց իշխանավորների ձեռներով։ Օրինակ, երբ որ ինչ որ մի քահանա գնում է եւ պատարակ է մատուցում, ծառայություն է մատուցում իշխանության ներկայացուցիչների կողմից, հետ մեկտեղ օրինակ Հաղարծինը, Թալինը, չէ՞։ Իրենք ինչ են անում, իրենք բռնում են այդ մարդուն կարգալույծ են անում։ Եվ քանիսին են կարգալույծ անելու։ Հիմա որ տենց շարունակի Նիկոլ Փաշինյանը պատտվել Հայաստանով, բոլորին կարգալույծ են անելու։ Արդյոք սա չի նշանակում, որ խնդիրը շատ ավելի խորն է, քան մեզ թվում է։ Ես սա եմ տեսնում։ Այսինքն իրավիճակը գնում է դեպի փակողի։ Եթե այսպես շարունակի Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊ-ն, այդ բաստիոնները գնալով քանդվելու են եւ վերջում հասնելու են Մայրաթոր։ Ես կարծում եմ, որ եթե պարոն Գարեգին երկրորդը իրոք
իրեն զգում է հովվապետ, ես չգիտեմ, եթե իրենք իրոք զգում է իրեն կաթողիկոս, ընտրյալ, ինքը պետք է այդ որոշումը կայացնի, հրաժարվի այդ իշխանությունից, որպեսզի եկեղեցին այլևս այս քաղաքական խաղերում չլինի, այսինքն եկեղեցուն զերծ պահի այս կեղտից, որովհետև սա շատ վատ է վերջանալու եւ վերջում կարող է այնպես լինել, որ եկեղեցին մեջից քայքայվի եւ քանդվի ընդհանրապես, որովհետև այսպես եթե շարունակվեց, լավ չի լինելու ոչ մեկի համար։ Հետևաբար որոշումը կարծում եմ իրենցն է, իրենք պետք է այդ որոշումը կատարեն, ինչից հետո եկեղեցին պետք է ներսից ինքնամաքրվի, ներսից, միայն ներսից, պետությունը չպետք է այստեղ լինի։ Իրենք ներսից ես վստահ եմ, որ ունեն հոգևոր խորհուրդ, ժողով, ունեն մաքուր այդ թվում նաև ազնիվ հոգևորականներ, որոնք ներսից այդ ամենը կանեն, կլինի իշխանափոխություն եւ իրենց մեջից կընտրեն որպես հոգևոր հայր, որպես ազգի հոգևոր առաջնորդ արժանվույնին, այլ ոչ թե այնպես, ինչպես դա հիմա է։ Շնորհակալ եմ, պարոն Ստեփանյան։ Շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ, կհանդիպենք։